Ողջույն սիրելիս։ Մենք միասին շարունակում ենք ուսումնասիրել 91 Սաղմոսը։ 91 Սաղմոսի 9 և 10 համարների մեջ կարդում ենք հրաշալի խոսքեր, որովհետև դու Տիրոջը իմ ապավենին, բարձրելին քեզ ապաստան դարձրիր, քեզ չար բան չի հասնելու և պատոհանս չի մոտենալու քո բնակարանին։ Ինչ սքանչելի խոսքեր են։ Տիրոջը դու ապավեն կանչեցիր, ասացիր, որ դու իմ ապավենն ես, ոչ թե ինչ որ մեկին, այլ բարձրելին, այսինքն նրան, որից բարձր մեկ ուրիշը չկա, նա է ամենաբարձրը։ Բարձրելին քեզ ապաստան դարձրիր, ուստի ինչ պետք է լինի, քեզ չար բան չի հասնելու և պատոհանս չի մոտենալու քո բնակարանին։ Հավատում ես սիրելիս այս խոսքերին, հավատքով վերցրու այս խոսքերը, հավատքով նայիր Տիրոջը, որովհետև այս մեծ փորձության օրերին, այս մեծ փորձության ժամանակներում ստուգվում է մեր հավատքը։ Այս ժամանակները մեր հավատքը ստուգվելու համար վատ ժամանակներ չեն, որպեսզի կողքից մենք տեսնենք, թե իրապես կենդանի հավատք ունենք, թե մեռած հավատք ունենք, թե իրապես մենք վստահում ենք կենդանի Աստծուն, թե ոչ։ Եկեք սիրելիներ, Սաղմոս 2-ի հետ կրկնենք այս խոսքերը, որովհետև դու Տիրոջը իմ ապավենին, բարձրելին քեզ ապաստան դարձրիր։ Ուստի ինչ պետք է լինի, Տերը խոստանում է և ասում է, որ քեզ չար բան չի հասնելու և պատոհանս չի մոտենալու քո բնակարանին։ Տերը իր ապահովությամբ շրջապատի քեզ և իր օրհնությամբ օրհնի քեզ և սրտիցդ հեռացնելով բոլոր տեսակի վախերը իր Սուրբ Հոգու խաղաղությունով լեցնի քո սիրտը։ Ամեն։